Ավագ դպրոցների հարցում Արցախում եւ Հայաստանում տարբեր մոտեցումներ որդեգրվեցին։ Մեզ մոտ ընտրվեցին 4 ժամանակավոր տարբերակ, ձևավորվեցին ընդամենը 3 ավագ եւ 5 հոսքային դպրոցներ, Հայաստանի Հանրապետությունում գործընթացն ավելի համատարած բնույթի էր։ Բնականաբար գործընթացի եւ խնդիրների առումով որոշակի տարբերություններ կան, բայց հիմնականում նույն կրթական համակարգն է նույնանման խնդիրներով։ Կա մի շարք խնդիրներ, որ լայն քննարկման կարիք ունենք։ Երկրորդը հրատապ է նաեւ նրանը, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցնել պարտադիր միջնակակրթության, ինքնիստիկյան, քանի որ այստեղ ներկա է նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան թիվ 1 անձերը եւ ազգային ժողովի համապատասխան ոլորտի եւ կառավարության, եւ վստահ եմ, որ կծնվեն շատ հարցեր, կստանանք այդ հարցերի պատասխանները, կքննարկում կանենք, Ղարաբաղի կարծիքն էլ կհնչեցվի եւ առավել քիչ թերություններով մենք կարող ենք անցնել այդ գործընթացին։ Լսումների թեման ձևակերպվել էր այսպես. ավագ դպրոց, հարկավիճակը եւ զարգացման հեռանկարները։ Ողջունի խոսքում ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն նշեց, որ անցումն ավագ դպրոցին թելադրված է եղել կրթական համակարգը վերափոխելու հրամայականով եւ որ այսօր էլ գործընթացն անշրջելի է, չնայած բազմաթիվ խնդիրներին։ Այսօր մենք կարիք ունենք Ստեփանակերտում հանրակացարանային լավ պայմաններով ավագ դպրոցի այս բոլոր հնարավորությունները մեր գյուղի լավ սովորող երեխաներին։ Կարծես թե էլի մենք գալիս ենք Բագյուղի երեխաները, Բագյուղը եթե համաձայնեք, որ չի դատարկվելու, որևէ բաներ չի փոխվելու, բայց եթե այդ տաղանդավոր արդեն ինչ որ ունակություններ, գիտելիքների որոշակի պատրաստվածություն ունեցող երեխաների մենք հնարավորություն չտանք սովորելու ավագ դպրոցի այդ ընձեռնված հնարավորություններով, մենք ունենալու ենք ապագայում, չգիտեմ, 20, 30, 50 տարի հետո, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Ելույթ ունեցան եւ Հայաստանի եւ Արցախի կրթության եւ գիտության նախարարները։ Նրանք ներկայացրին ներկայվիճակը, նաեւ այն խնդիրները, որ ծագում են ընթացքում։ Ձեռքբերումների եւ եղած խնդիրների մասին խոսեցին նաեւ ավագ եւ հոսքային դպրոցների տնօրենները։ Հիմնականում նշվում են նույն խնդրահարույց հանգամանքները՝ բուհ եւ ավագ դպրոց հարաբերություններ, դասագրքեր եւ ծրագրեր, հոսքերի ձևավորման խնդիր, կադրեր, տեխնիկական հագեցվածություն եւ այլն։ Ամփոփելով լսումները ԼՂՀ ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ հնչած առաջարկներն ու մտահոգությունները հանձնաժողովն ամփոփելու է հետագա աշխատանքում օգտագործելու համար։ Մի նկատառում, որ արտահայտեց, վերաբերում էր բարեփոխումները տեղերում, դպրոցներում մարսելուն։ Հրամայական եղանակով կատարվող բարեփոխումները չեն կարող արդյունավետ լինել։ Հիմա ավագ դպրոցներին բավականին ազատություն է տրված որոշումներ կայացնելու հարցում, բայց շատ հարցերի լուծման համար տնօրենները դարձյալ ակնկալում են նախարարության միջամտությունը, կարծում է Արմեն Սարգսյանը, որ կառավարման ապակենտրոնացումը կամ ազատականացումը տեղերում լիարժեք չի օգտագործվում, իր խոսքում նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարը նշեց. ըստ Արմեն Աշոտյանի, Հայաստանում կրթության ոլորտին նոր բարեփոխումներ են սպասում, այս անգամ դրանք վերաբերելու են կրթական ծրագրերին։ Ստացվել է այնպես, որ մեր երեխեքը այսօր չեն ստանում կամ չունեն հնարավորություն ստանալու կրթական այնպիսի բովանդակություն, որը տեղավորվի ինչ որ մի աշխարհայացքային կոնցեպտի մեջ։ Հիմա որպեսզի չստացվի, որ մենք պետք է ջնջենք, քանդենք ու զրոյից սարքենք, զուգահեռ վերակառուցելու ենք ուսումնական պլանները առաջին դասարանից մինչև 12-րդ դասարան։ Սա մի 5 տարի տևելու է այս process-ը, որովհետև բացի փոփոխություններից իրենց հետ պետք է բերենք ուսուցիչների վերապատրաստումներ, դասագրքեր, մեթոդաբանության փոփոխություն եւ այլն։ Այս բարեփոխումները բնականաբար նաև մեզ են առնչվելու։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր ամփոփիչ խոսքում կարևորեց համընդհանուր հարցերի վերաբերյալ համատեղ քննարկումների պրակտիկան, խոստանալով Երևանում կայանալ է քննարկումներին արցախցի գործընկերներին եւս ներգրավել։ Առաջին հրավերը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին մասնակցելու վերաբերյալ հնչեց այսօր։ Լուսինա Ավանեսյան, Արտավազդ Գրիգորյան, օր